Ողջույն, միասին անելու ենք այս հետաքրքիր անլար սարքի փորձարկումը։ Անլար լեցարք բերանի խոռոչի հիգիենայի համար 24 կարատ փուր գոլդ շարքին է պատկանում 36-77 արտիկուլով, 24 կարատ ուրեմն փուր գոլդ շքեղ շարքը, ուրեմն էսթետիկայի և տանը բերանի խոռոչի արդյունավետ խնամքի սինթեզը ընդամենը 7 օր մինչև շլացուցիչ ժպիտը։ Բերանի ուրեմն հիգիենայի անլար լեդ սարքը հեշտացնում է ատամների խնամքի գործընթացը, դարձնելով այն ավելի արդյունավետ և հաճելի։ Նշեմ, որ այն տեսանելի արդյունք է առաջին իսկ օգտագործումից, նվազեցնում է լնդերի զգայունությունը, ատամների սպիտակեցման և լնդերի խնամքի գելի օգտագործման հետ։ Այս մասին է, հիմա սրա մասին է կպատմեմ։ 36-78 արտիկուլով առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում օգտագործել 7-օրյա կուրսով։ Այսպիսի պարկիկի մեջ եմ։ Նայեք ինչպիսին այսպես եմ, և այստեղ ունի էլեմենտի մարտկոցի տեղ, այսպես լույս է վառվում։ Հիմա ինչ ենք անում սա։ Նախ սա ամրացնում ենք այս հատվածում, ամեն օգտագործումից հետո անպայման լվանում ենք, որպեսզի համապատասխանի արդեն։ Տեսնում եք։ Իսկ հիմա ես կպատմեմ այս գելի մասին, որը միասին պետք է օգտագործենք։ Ինչպես, մի փոքր գել ատամների ուրեմն սպիտակեցման համար վերականգնում է էմալի բնական սպիտակությունը, արտիկուլը 36-78-30 մլ խնամքով սպիտակեցնում է ատամները և հեռացնում ատամնափարը, խնամում է լնդերը և վերամիներալացնում է էմալը, կանխում է մանրէների աճը, կարող է օգտագործվել առանձին կամ լեդ այս ատամնակալներով։ Ուրեմն տետրանատրիումի պիրոֆոսֆատը դանդաղեցնում է ատամնափարի առաջացման արագությունը և կանխում դրա կարծությունը։ Սննդային PVP պոլիմերը ծածկում է ատամները թաղանթով, կանխելով մանրէների գցումը, կոլոիդային ոսկին պատասխանատու է բերանի խոռոչի լրացուցիչ ուրեմն խոնավեցման համար։ Հիմա սրանք միասին մենք փորձարկենք։ Այս լեդ սարքավորումը նախապես նշեցի, որ մարտկոցները դրել եմ, ողողում ենք բերանը և չորացնում ենք ատամների մակերեսը, տեղադրեք մարտկոցները սարքի մեջ, արդեն դրել եմ, սիլիկոնե ուրեմն ատամնակալին կիրառեք գելի բարակ շերտ, այսինքն այս հատվածում։ Նախ ամուր պետք է այս հատվածը լինի։ Ատամներով սեղմեք ատամնակալի և միացրեք սարքը, պահեք 10 րոպեից ոչ ավել, ապա հանեք ատամնակալը և ողողեք բերանը ջրով, լվացեք սիլիկոնի ատամնակալը նորից օգտագործելու համար։ Ինչ ենք անում։ Այս հատվածում արդեն մենք քսում ենք սա, որովհետև երբ որ մենք տեղադրելու ենք, ինքը արդեն կտարածվի։ Տեղադրում ենք։ Այսքան էլ սրանց մասին ինֆորմացիան, լինկը նկարագրության բաժնում եմ տեղադրելու, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին և տարածել վիդեոն, որպեսզի հետագայում ձեզ համար հետաքրքիր և օգտակար վիդեոներ գտնեք և մուտք գործելով կայք ձեռք բերեք այն ապրանքատեսականիները ինքներդ ձեզ համար, որոնք որ հավանում եք և կցանկանաք փորձարկել առայժմ։